Փաշինյանը ինքը չի որոշում արցախցիների ճակատագիրը, արցախցիները իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա, եթե արցախցիները ասեն մենք պահանջում ենք ապահովել մեր վերադարձի իրավունքը, մեր գույքը տնօրինելու իրավունքը, կար երկու միեդի երկու վճիռ կար, Չիրագովյան դեմ Հայաստանի և Շահումյանցիների բողոքը ընդդեմ Ադրբեջանի, Շահումյանցի փախստականը։ Հիմա եթե մարդիկ նույն դիմումը ներկայացնեն և միեդը համարժեք համանման որոշում կայացնի, Փաշինյանն ինչ է անելու, պարտադրելու է, սպառնելու է, բանտարկելու է, որ մարդիկ չվերադառնան, կամ բանտարկելու է, որ մարդիկ իրենց հարցը չբարձրացնեն միջազգային և եվրոպական ատյաններում։ Երկրորդը, ինչքան կարելի է ասել, որ ինքը ինչքան զիջումների գնում է, դա ադրբեջանցիների մոտ ոչ թե պատասխան զիջումներ է բերում ադրբեջանցիների կողմից, այլ ընդհակառակը ադրբեջանցիները էլ ավելի ագրեսիվ են դառնում։ Ինքը հրաժարվում է խոսել, բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, ես չեմ խոսում քաղաքական իրավունքների, մասնավորապես սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին, ընդամենը խոսում եմ վերադարձի իրավունքի մասին, բայց մենք չենք տեսնում, որ ադրբեջանցիներն ասեն դե լավ է, դեպքում մենք էլ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը չենք բարձրացնելու։ Ադրբեջանցիք պահանջել են և շարունակում են պահանջել, և ես չեմ զարմանա, որ ինչ-որ մի օր դա դառնա հերթական ֆորմալ պահանջը, ճիշտ այնպես, ինչպես ֆորմալ պահանջ է հանդիսանում Սահմանադրության փոփոխությունը։ Եվ երրորդ բաղադրիչը, եթե ինքն ասում է արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, ինչ է անում, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ մեր հայրենակիցները Հայաստանում կարողանան բարեկեցիկ կյանքով, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրեն, որ իրենց իրավունքները այստեղ պահպանվեն։ Արցախցիները դժգոհում են սոցիալական իրավիճակից, դժգոհում են իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ։ Մի մեծ խումբ կա, ում հարցերը ընդհանրապես այս իշխանությունները անտեսել են, խոսում եմ Ասկերան, Ստեփանակերտ ճանապարհին, բենզինի պահեստարանի պայթյունից, զոհերի և հաշմանդամ դարձածների ճակատագրի մասին։ Որևէ բան չի անում, որովհետև ակնհայտ է, որ Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում, թույլ չտալ, որպեսզի արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում և իրենց իրավունքները պաշտպանեն։